Հասկանալի է, որ ագարակից բեռները մտնելու են Նախճեվան եւ այստեղ է, որ մեզ համար ծագում է մի իրադրություն, որի կառավարումը էական նշանակություն ունի Հայաստանի համար։ Իսկ այդ իրադրությունը հետևյալն է. խորհրդային ժամանակներում Նախճեվանից երկաթուղին Արտի մարզի երազք բնակավայրով մտել է Հայաստան եւ շարունակվել է մինչեւ Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայր, ապա եւ մտել Թուրքիա։ Ու մենք հիմա տեսնում ենք, որ միջազգային ներդրողները ոգևորված լինելով թրիփ նախագծով եւ ներդրումներ անելու մեծ ախորժակ ունենալով երազք Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։ Փնտրում են սխեմա, որ բեռները Նռնաձոր ագարակ երկաթուղով Նախճեվան մտնելուց հետո դեպի արևմուտք ընթացքը շարունակեն ոչ Հայաստանի երկաթուղով, այլ շրջանցեն Հայաստանի երկաթուղին։ Սա մեզ համար մեծ խնդիր է, որովհետև նման սցենարում Հայաստանը մեծ եկամուտներ, ներդրումներ, պոտենցիալ, աշխատատեղեր, զարգացման հնարավորություններ է կորցնում։ Իսկ ինչու են ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռքբերողները ուզում խուսափել երազք Ախուրիկ երկաթուղուց։ Մի պարզ պատճառով երկաթուղու այդ հատվածը, թեև Հայաստանի լիարժեք սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո։ Իսկ Ռուսաստանի եւ Արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին եւ առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել եւ ռիսկի չդիմել, ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելով, այսինքն նրանք համարում են, որ աշխատելով նման ենթակառուցվածքների հետ ռիսկի են դիմում։ Մանավանդ եթե հաշվի առնենք թրիպով բեռնափոխադրումների ամենախոշոր հաճախորդները լինելու են այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ։ Հասկանալի է, որ Հայաստանը ոչ մի առնչություն եւ ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում։ Հասկանալի է, որ մենք խնդիր չունենք նաեւ այն փաստի հետ, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Սա մեզ համար որևէ խնդիր չի եղել եւ մենք երբեք այս թեմային չենք անդրադարձել։ Ընդ որում էլի ուզում եմ կրկնել, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է եւ ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Ու մենք ոչ մի խնդիր չունենք այս փաստի հետ։ Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը եւ նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ Այս է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել եւ կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Կրկնում եմ, Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Ընդ որում, բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ այս համանգամանքներում ավելի է ակտիվացել Թուրքիայի տարածքում Կարս Դիլուջու, այսինքն Կարսից Նախճեվան երկաթուղու կառուցման ընթացքը։ Հասկանալի է, որ մենք չենք կարող արգելել կամ արգելակել այդ երկաթուղու կառուցումը եւ պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ երազք Ախուրիկ երկաթուղին պետք է մրցակցի Դիլիջու Կարս երկաթուղու հետ եւ սրա համար մենք պետք է հնարավորինս արագ երազք Ախուրիկը բերենք մրցակցային լավ վիճակի եւ հետագայում էլ ապահովենք երկաթուղու կողմից ծառայությունների բարձր որակը եւ մրցունակ գինը։ Եվ ահա այս ամենի կարևորության գիտակցումն է, որ հանգեցրել է կառավարության քննարկվող ծրագրի հետեւյալ ձևակերպմանը, որը կարող եք գտնել ծրագրի 4-րդ բաժնում։ Մեջբերում եմ։
Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է։ Մենք շարունակելու ենք աշխատանք այս ուղղությամբ եւ Ռուսաստանի մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը։ Վերադառնալով TRIP նախագծին ընդգծեմ, որ այն ներառելու է ոչ միայն երկաթուղին, այլև խողովակաշարեր, ճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։ Մեծ է հավանականությունը, որ էլեկտրահաղորդման գծերը կլինեն TRIP-ի շրջանակներում գործարկված առաջին ենթակառուցվածքը, որովհետև նախ տեխնիկապես համեմատաբար հեշտ է արագ դա ավարտին հասցնելը եւ հետո էլեկտրաէներգիայի աշխարհում աճող պահանջարկը ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանից էլեկտրական էներգիայի արտահանման նախագծերին։ Ներկայումս TRIP նախագծի վերաբերյալ Հայաստանի եւ ԱՄՆ միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում։ Ավարտական փուլում են TRIP Development Company ընկերության հիմնադրման աշխատանքները։ Հիշեցնեմ, Հայաստան այդ ընկերությունում ունենալու է 26%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները 74% բաժնեմաս։ Այս բանաձևը գործելու է առնվազն 49 տարի, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվելու դեպքում եւս 50 տարի, իսկ այս դեպքում արդեն Հայաստանի մասնաբաժինը կդառնա 49%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաբաժինը 51%, առանց Հայաստանի կողմից հավելյալ ֆինանսական կամ այլ ներդրման։ Նախագիծը, ինչպես ասացի, իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Եվ հատուկ ուզում եմ ընդգծել, որ TRIP-ը օտարերկրյա որևէ ռազմական եւ կամ զինված ներկայություն չի ենթադրում։ Ընդգծեմ նաեւ, որ TRIP-ից առաջ նախկինում մենք երբեք մեր առջև 100 տարվա եւ նախագիծ կամ հեռանկար չենք ունեցել, սա շատ կարևոր հանգամանք է։ Երբեք մենք չենք ունեցել ծրագիր նախագիծ, որը մեր առջև 100 տարվա հեռանկար է բացում, այն էլ աշխարհի թիվ 1 գերտերության հետ։ Եվ սա թե Հայաստանի, թե տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է։ TRIP նախագծի իրագործումը փոխելու է իրադրությունը եւ մթնոլորտը մեր տարածաշրջանում։ Հաղորդությունը տարածաշրջանային երկրների համար դարձնելով շահավետ ոչ միայն բարի, սոցիալ-հոգեբանական ու քաղաքական, այլև ֆինանսական ու տնտեսական իմաստով։ Սա ժամանակակից անկայուն աշխարհում կայունության ու խաղաղության շատ էական երաշխիք է, եւ մեր ժամանակներում ավելի հուսալի երաշխիք դժվար է պատկերացնել։ Ինչ վերաբերվում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ եւ մենք Ադրբեջանի հետ շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Ինչպես առիթ ունեցել եմ ասելու, Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակումը եւ վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել եւ միջև խնդրի լուծումը դուրս չի գա մեր աշխատանքային օրակարգից։ Իհարկե կշարունակվեն աշխատանքները Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման ուղղությամբ։ Համոզված եմ, Ադրբեջանից Հայաստան ներմուծումներին զուգահեռ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան։ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մեկնարկը եւ զարգացումը իհարկե էականորեն ուժեղացնում է հաստատված խաղաղությունը եւ մենք մեր տնտեսվարողներին քաջալերելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումից եւ խորացումից, սահմանների սահմանազատումից, գերիների եւ անհետ կորածների հարցերի շուրջ համագործակցությունից, ապա շրջափակումից,
նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անդին շատ կարևոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների սոցիալ հոգեբանական կողմը։ Եվ հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է խաղաղություն հաստատել սոցիալ հոգեբանական մակարդակում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է մեկ բան, որ թե մենք, թե Ադրբեջանը պետք է առերեսվենք, հաշտ լինենք այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Օգոստոսի 8-ի առաջին տարեդարձի առիթով հղած իմ ուղերձում եմ ասել, որ խաղաղությունը անշրջելի եւ հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, այդ խոսույթներին վերջ դնելը։ Սա հարց է, որը թե Հայաստանում, թե Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ եւ գործողություն։